Օգոստոսի 13-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և նրա 13 համախոհների գործով նիստին հարցաքննվեցին ամբաստանյալները։ Նրանցից առաջինը Շանթ Հարությունյանի որդին Շահեն Հարությունյանը պատմեց, որ ոստիկաններն իրեն ազատության հրապարակից ոստիկանություն բերման ենթարկելուց հետո հայտնել են, թե հայրն ու նրա ընկերները մահացել են։ Հենց մտել եմ բաժանումով, մի 2 րոպե հետո տեսել եմ հորս ու բարձրացրել են ինձ առանձին սենյակ, հորս առանձին սենյակ ու այնտեղ կած ստոր քայլ արեցին, ինձ հավատացում էին, որ հայրս ու իր ընկերները, մտերիմները մահացել են, մի քանի հոգի վերակենդանացման բաժնում են, իսկ մնացածը պետքա տարիներով բանտում փտեն։ Դաս ինչ ես հավատում, մի հավատա, հետո իրար մեջ դեց են խոսում, որ ես զգամ այդ ամեն ինչը։ Շանթ Հարությունյանի հարցաքննությունը տևեց ավելի քան 2.5 ժամ։ Այն ավելի շատ նման էր դասախոսության, քան հարցաքննության։ Մեր գաղափարների համոզմունքների համար պայքարի դուրս եկած մարդիկ են։ Երբ որ ես եկային մտքին, որ ասենք Հայաստանում պետք է հեղափոխություն ու առանց հեղափոխության հնարավոր չէ։ Դա տարիների հասունացման իմ գիտակցությանը հասունացման հետ է ձևավորվել, որտեղ ես ըստ էության ժամանակին հեղափոխականությունը չեմ ընդունել։ Ես ազգայնական գաղափարներով առաջնորդող ձևավորված ներդրի գաղափարներով ձևավորված մարդ եմ և հեղափոխությունը չեմ ընդունել, շատ հաճախ հետի ապելով թե բոլշևիկյան հեղափոխության հետ, որը իման լրիվ անընդունելի է։ Ինձ օգնել է անգլիական հեղափոխությունը, որի վեր կողմել է, ու ֆրանսիական հեղափոխությունը, բայց ֆրանսիական հեղափոխությունը Ռոբեսպիերի հեղափոխությունը ավելի ուշ է, դրա համար ավելի անգլիական համար է, որի վեր կողմել է հեղափոխությունը։ Երբ որ ինքը բերեց ազատության, հավասարության և բարության գաղափարները, ինքը ինչ արեց, ինքը Անգլիայի թագավորին գերի վերցրեց, բերեց ժողովրդի առաջ, ասեց ժողովուրդ, ասեց, նայեք, ասում են իր ավտը պահպում է մեր պարտի, ասեց հիմա ես հակար, ես կապացուցեմ, որ տեղ չի, ու խփեց վիզը դրեց։ Պարտության մեջ դեպարանքը չի դիտվում որպես մասնասպանություն, մարդասպանություն, թագավորասպանություն։ Ճիշտ է, իրական ունես դեպքով իրանց ունես դեպքով, որի մեր կրոմվելը մարդասպան ճանաչեց, բայց քանի որ ինքը հաղթեց անպատիժ մնաց։ Բայց պատմության մեջ դա մարդասպանություն, սոսկ մարդասպանություն չեղավ, դա այն իմացած աշխարհայացքային հեղափոխություն եղավ, որտեղ մինչև այդ ասեք բոլորը գիտեին, ասում են էլի թագավոր այլի լորդ արիստոկրատը, նրա անունը խախտում է, ինքը այս իրավունք ունի ծննդով, մենք այդ իրավունքը չունենք։ Այս մարդը մի մարդու վիզը կրվելով ամբողջ համաշխարհային ընթացքը պատմական քաղաքական փոխեց։ Անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին, Հարությունյանը հայտարարեց, որ ստանձնում է նոյեմբերի 5-ին տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը։ Ես կրում եմ ամբողջ խփածների պատասխանատվությունը, ամբողջ խփածների։ Իմ կողմից եղած կրիմի, թե իմ ընկերների կողմից։ Իշխանությունը իսկապես ռեալ վտանգ զգաց իշխանությունը կորցնելու։ Իշխանավոր։ Այս առումով ես տելևիզիոնել եմ տես բաներ ասել։ Երթատեսություն, ուսեմ ասել, դուք հիմա վերագրեք որպես մենք համախնդրվանք 7-10-ով, 20-ով, հատուկ պայմանավոր բանք հանցագործություն անենք, հատուկ հարմարեցված գործիքներով զենքի որպես օգտագործենք, հետի շարը, որովհետև հետի ես տելևիզիոնում տես բաներ ասել եմ, իզի ոչ ոք չեք է մեղադրել։ Այս մարդիկին ասել են աղբել, որ Շանթը ասում չեն մեղադրել, հիմա կան օրենքը չի արգելում, կամ էլ կարող է Սերժը տեղակ է, էլի, որ իրա գրոզը Շանթը ճարդի, խոսքի ունա։ Դե որ չեք կներեք, օրնան եմ ասում, ասպետներից եմ ասում, չէ, բայց մարդկանց համար եմ ասում, իրանք հովիմանային տեժ չի։ Շանթ Հարությունյանին մեղադրանքի առաջադրվել 2013 թվականի նոյեմբերի 5-ին մի խումբ անձանց հետ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով։